Հարությունից հետո, այսօրվա իմ պատգամի վերնագիրը այդպես եմ վերնագրել, հարությունից հետո։ Որտեվ կյանքը շարունակվում է հարությունից հետո, որոշ եկեղեցիներ զատիկը նենց են տոնում, որ աշխարհի վերջն է, բայց զատիկը կարևոր փաստերից մեկն է տոնելու, բայց դրանից հետո կյանքը շարունակվում է։ Ամեն, նայիր ինչ որ մեկին ասա հարությունից հետո, զատկից հետո կյանք կա։ Եվ Սուրբ Գիրքը շատ հստակ խոսում է դրա մասին, ինչ եղավ, եւ ես ուզում եմ, որ մենք միասին բացեք ձեր գրքերը, ձեր հեռախոսների մեջ կբացեք, թե գրքերի մեջ, Գործք առաքելոց 1-ից առաջի գլուխ 4-ից 8 համարների մեջ, պատմում է այն մասին, որ Հիսուսը հարությունից հետո նրանց մեջ էր ու նրանց հետ էր, հանդիպեց նրանց, եւ նրանց միասին ժողոված ժամանակ պատվեր էր տալիս, նրանց, որ չհեռանան Երուսաղեմից, այլ սպասեն հոր խոստմանը, որ ասեց ինձանից եք լսել։ Առաջի բաներից մեկը տեսնում ենք եւ Կիրակի օրը Զատիկին էլ ասեցի, որ այդքան տառապանքից ու տանջանքից հետո ինչն է Հիսուսի մասին սքանչելի, նա էր, որ առաջի բաներից մեկը, որ նա ասում է հարություն առնելուց հետո 3 անգամ ասում է գնացեք իմ աշակերտներին ասեք, որ ես ձեզ հետ հանդիպելու եմ Գալիլեայում։ Հիսուսը ուզում է հանդիպել քեզ հետ ու ինձ հետ։ Հարությունից հետո նրա առաջին նպատակը իրենների հետ հանդիպելն էր։ Եվ տեսնում ենք արդեն առաջի գլուխ 4-8 խոսքերի մեջ, որ Հիսուսը նրանց հետ միասին, ասա միասին։ Հիսուսը ուզում է քեզ հետ միասին լինել։ Այն, որ դու հավատում ես Հիսուսին, Հիսուսի հարությանը, նրա փառավոր զորությանը, բժշկարար կարողությանը, դա լավ է, բայց իմացի Հիսուսն ուզում է քեզ հետ միասին լինել։ Եվ դա հնարավոր է։ Նա իր խոսքի մեջ ասել է, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, ես այնտեղ եմ։ Եթե մտնես քո սենյակ աղոթքի, ծածուկիդ մեջ աղոթես, Հայրը տեսնում է։ Եվ մենք իրավունք ունենք եւ հնարավորություն ունենք հարուցյալ Հիսուսի հետ կենթանի հանդիպման եւ նա ուզում է մեզ հետ հանդիպած լինել եւ նրանց հետ հանդիպած ժամանակ կան այդպիսի ժամանակներ որ Հիսուսը մեր հետ հանդիպում է ուրախ ես երբ ես վերջի անգամ հանդիպե ու երբ ես ծրագրում հանդիպել Հիսուսին նա քեզ սպասում է դուր ժամանակ նրան գտիր տեղ որ պայմանավորվես Հիսուսի հետ, որ ամեն օր այս տեղը ես քեզ հետ ուզում եմ հանդիպեմ։ Այս ժամին, եթե դու կանոնավոր փնտրես, 10 այդ առիթը ես քեզ խոստանում եմ, Հիսուսն ինքը իր կողմից գալու է, նա ուզում է լինել քեզ հետ։ Բայց նրա պատվերը իրար հետ եղած ժամանակ սա էր, ես հիմա ձեզ հետ եմ, բայց դուք Երուսաղեմից չհեռանաք։ Երուսաղեմն այն տեղն էր, որտեղ նրանց կանչել էր լինելու։ Ամեն մեկս կանչվել ենք տարբեր տեղերից լինելու այստեղ։ Եվ ես հավատում եմ, որ խորհրդով սա մեր Երուսաղեմն է։ Եվ նորից գամ թեմային, ո՞րն է քո Երուսաղեմը։ Մարդիկ կան, Կիրակի օրը Երուսաղեմն այստեղ է, երկուշաբթի օրը Սանլենդ է, երեքշաբթի Սիմիվալի է, չորեքշաբթի աշխարհի մյուս ծերն է, հինգշաբթի օնլայն է։ Խղճակ ես, կշփոթվես։ Գտի քո Երուսաղեմը, որտեղ Հիսուսը քեզ դրել է, մնա քո Երուսաղեմում քոնոնց հետ։ Ում որ նա ընտրել էր, ասավ, դուք այս խմբով կսպասեք ինձ։ Չհեռանալ ու սպասել հոր խոստմանը, իմանալ, որ փրկությունը կամ հարությունը վերջնական նպատակ չի, Աստված դեռ խոստումներ ունի մեր կյանքում իրականացնելու։ Դե որոշ մարդիկ գալիս են եկեղեցի, փրկված ենք, հով հանգստացանք, արդեն լավ ենք։ Նո, Հիսուսն ասում է, այս ամեն ինչը իրական է, մինչև այստեղ հասակ, բայց դեռ հոր խոստումներ կան, որ ձեզ պիտի հասնի։ Նայիր ինչ որ մեկին ասա, խոստումներ կան քեզ համար։ Եվ հաջորդ համարի մեջ Հիսուսը մի բան է մատնացույց անում, որ կարևոր է։ Այդ կարևոր խոսակցության մեջ ասում է, որովհետև Հովհաննեսը իրականում մկրտեց ձեզ ջրով, բայց դուք Սուրբ Հոգով եք մկրտվելու ոչ շատ օրեր սրանից հետո։ Հովհաննեսի մկրտությունը, ովքեր տեղյակ չեն, Հովհաննեսը քահանայական ընտանիքից սերված մի մարդ էր, ինքը քահանա, բայց շատ զարմանալի, որովհետև անապատում անցկացրեց իր կյանքի մեծ մասը Աստծո հետ առանձնացած, հետո եկավ որպես Հիսուսի առջևից եկող պատգամաբեր եւ հայտարարում ու ասում էր՝ «Ապաշխարեք, դարձի եկեք, չար ճանապարհներից հետ եկեք, որովհետև շուտով գալիս է Հիսուսը»։
Եվ Հիսուսն ասում է, այո, Հովանեսը մկրտեց ձեզ ջրով։ Ինչ էր դա։ Երբևէ մտածել ես ջրի մկրտության գաղափարը Հովանեսին որտեղից էր։ Ոնց Հովանեսը հասկացավ, որ ջրի մկրտությունը լավ բան է։ Հրեաները սովորություն ունեին այսպիսի կրոնական արարողություններ, ամեն անգամ, երբ որ հանկարծ պատահաբար կամ մտածված իրենք պիղծ բանի կպչեին, եւ հին կտակարանում Աստված մի շարք բաներ էր ասել, որ պիղծ էր։ Եթե որևէ մեկը իր մարմնի մեջ արունահոսություն ունենար, եւ մեկը կպներ այդ արունահոսող անձնավորությանը համարվելու էր պիղծ։ Եթե մեկը բորոտություն ունենար իր մաշկի վրա, բշտիկներ ունենար, վերքեր ունենար, կպներ համարվելու էր անմաքուր։ Եթե որևէ մեկի տանը մոլդ լիներ, որոշ տեսակներ, այդ տունը համարվելու էր պիղծ։ Դիակի կպնեին համարվելու էին պիղծ։ Եվ ամեն անգամ, երբ որ մարդը հանկարծ պղծվում էր չիմանալով, պետք է այդ կրոնական արարողությունն աներ, պետք է գնար գետի մեջ կամ միտեղ ամբողջությամբ immerse, ընկղմվեր ջրի մեջ, համարվեր մաքրված։ Եվ Հովանեսը երբ որ եկավ ասեց, որովհետև դուք հավատում եք կամ արձագանքում եք ի նշան, որ դուք պատրաստվում եք փրկության, պիտի ձեր չար ճանապարհներից դառնաք ու մկրտվեք։ Եվ Հովանեսն ասում էր, դարձի եկեք, եւ գրված է եկան զինվորներ, ասին, բա ինչ է նշանակում դարձի գալ, զինվորներն էին հարցնում։ Զինվորներին ասեց, ձեր ռոճիկից ավելը մեկ կողոպտի։ Պատկերացնում եք Հովանես այսօր մեր օրերում Լոս Անջելեսում լիներ ինչ կաներ։ Քանի մարդու ֆուտստամբ էր կտրվելու, քանի մարդու անօրինական եկամուտներ էր կտրվելու։ Զինվորներն ասին ինչ անենք, ասավ այդպես պիտի անեք։ Եվ մի շարք կանոններ դրեց, եւ դա նշան էր պատրաստվել, եւ մեր ժամանակ հետո երբ որ Հիսուսն եկավ, ինքը մկրտվեց, իր աշակերտներին պատվիրեց, որ մկրտեք։ Եվ մեզ համար այսօր մկրտությունը խորհուրդ է, որ մենք մեր հին կյանքը Քրիստոսի հետ թաղել ենք եւ որպես նոր մարդիկ, վերստին ծնված մարդիկ ապրելու ենք Քրիստոսի կյանքի մեջ։ Եվ Հիսուսն ասում է, դա լավ է ջրի մկրտությունը։ Հիմա, եթե այստեղ ես ջրով մկրտված ես, իմացի որ քո կյանքում կարևոր քայլ է ջրի մկրտությունը, որովհետև դրանով դու հայտարարում ես, որ ուզում ես կյանքիդ մնացած օրերը լինել Հիսուսի ետևից քայլող մարդ։ Եթե չես արել դա, արա, եթե արել ես, դա շատ լավ է։ Բայց Հիսուսն ասում է, որովհետև իրավ Հովանեսը ձեզ ջրով է մկրտել, բայց Սուրբ Հոգով եք մկրտվելու։ Մի ուրիշ տեսակ մկրտություն կա, եւ դա շատ հեռու չէ այս օրերից։ Եվ դա Աստծո խոստումն է ամեն հավատացողի։ Եվ դա խոսում է Սուրբ Հոգու մկրտության մասին։ Մի ուրիշ մկրտություն, մի ուրիշ ընկղմվելու վիճակ, որ մարդը Սուրբ Հոգով մկրտվում է։ Հաջորդ բանը, որ Հիսուսն ասում է, շտկում է նրանց սպասումները։ Պատկերացնում եք, այսքան հոգևոր բանի մեջ Հիսուսը հարություն է առել, հաղթել է մահվանը, գերեզմանին, եկել է, հայտնվել է, խոսում է նրանց հետ։ Դեռ նրանք իրենց մտքի մեջ ասում են. իսկ այս հռոմեացիների վերջը հիմի էս տալու թե հետո։ Այս քաղաքական իրավիճակները երբ էս փոխելու, երբ էս լինելու թագավորը, իրանք էլ իրենց մտքում հիշում ես, իրանց մորն ասել է, մամ ջան, արի դու ասա էլի, ու մի հատ մամա եկել էր Հիսուսին ասում էր, կլինի որ քո թագավորությամբ գաս իմ տղաները, մեկը վարչապետ եղնի, մեկը ֆինանսների նախարար։ Որտեվ իրենց մտքի մեջ Հիսուսը գալիս էր քաղաքական հեղափոխություն անելու։ Եվ շատ շատերն այսօր մտածում են, որ Հիսուսը միայն սոցիալական վիճակը փոխող մի հատ ինչ-որ բարի անձնավորություն կամ ուժ է։ Հիսուս ջան, շարից փորձանքից հեռու, երեխեքից գլխից անպակաս եւ այլը եւ այլը եւ այլը։ Հիսուսն եկել էր կյանքեր փոխելու։ Հիսուսն եկել էր հավիտենական կյանքի պարգևը բերելու մեզ, խավարից լույսին տեղափոխելու մեզ եւ մարդիկ դեռևս իրենները մտածում են, որ Հիսուսն եկել է մեզ քաղաքական ավելի հարմար դիրքի մեջ դնելու։ Ցեղասպանությունը կճանաչեն, թե չէ Հիսուս ջան, թող ճանաչեն։ Այո, դա շատ ցավալի թեմա է մեզ համար, բայց Հիսուսի սրտում իրավիճակները խորքային փոփոխության ենթարկելու միսիա կա։ Այո, հռոմեական կայսրությունը խորտակվելու էր, եւ Հիսուսը խորտակեց իր աշակերտների հետ, մի կայսրություն, որ թվում էր, որ հավիտյան է։ Ընդամենը մոտ 100 տարի հետո իր երկրի վրա քայլելուց հետո այդ կայսրությունը կտոր եղավ, որովհետև ներքսից ուրիշ կյանք եկավ, որովհետև եկավ կյանքը ներելու եւ սիրելու, եկավ կյանքը հավասար ապրելու ցանկություն ունենալու, ուրիշներին իրենցից լավը չդասելու, որովհետև ավետարանը կարող է թափանցել
խորքից, արմատներից եւ բժշկել ծառը, եւ Աստված դա արեց։ Բայց աշակերտների սրտում սխալ սպասումներ կան եւ Հիսուսը բերեց ճիշտ սպասումներ։ Եվ այսօր իմ հույսն ու աղոթքն է եւ քեզ խորհուրդ, բոլոր սպասումները, որ ունես Աստծուց, եկեղեցուց, ինքդ քեզնից ֆիլտրի ես խոսքով։ Ժամանակ առ ժամանակ ինքդ հարց տուր, որտեղից է այդ սպասումը իմ մեջ։ Կարող Աստված իմ կյանքի մեջ ուրիշ ծրագիր ունի։ Երեք մենք երբ որ մեր մտքի մեջ մի բան դնում ենք, մտածում ենք տենց էլ պիտի լինի։ Աստուն էլ ասում ենք մի հատ արի փուշար, արի մի հատ օգնի Տեր Աստված, չես տեսնում ինչ նեղության մեջ եմ։ Աստված ասում է այդ քարը ուր ես գլորում։ Այդ ես եմ քո առաջ դրել, որ քեզ պաշտպանեմ, այդտեղ անդունդա։ Տեր ջան, ինձ օգնի անպայման այս աղջկա հետ ամուսնանամ կամ այն տղեն ինձ անպայման ուզի ու դու փուշ ես անում երիտասարդ։ Բայց կարող Աստված ա դրել, որովհետև ուզում է քեզ անդունդից փրկի։ Ճիշտ սպասումները կարևոր են ու մենք պիտի աղոթենք, որ մեր սպասումները շտկվի։ Հաջորդ համարի մեջ Հիսուսն ասում է նրանց, եւ նա ասեց նրանց. ձեր բանը չէ գիտենալ ժամերն ու ժամանակները, որ Հայրը իր իշխանության մեջ դրեց։ Սկզբից խոսացի, չէ, որ Հիսուսն ասում է քեզ ինչ, ինձով դատավոր դրեց։ Այս երրորդ անգամ աշակերտներին ասում է ձեր գործը փիլիսոփայելը չէ ժամերի ու ժամանակների վրա։ Այսօր ամենահայտնի եկեղեցիները կամ մարգարեները կամ քարոզիչները նրանք են, ովքեր ասում են, «Օ ներ էսա կգա, վերջի օրերն ա, բլա, ինչ որ տենց հետաքրքրաշարժ բաներ ասելով մարդկանց բերեն»։ Հիսուսն ասում է դա ձեր գործը չի։ Ժամանակներ կան, որ պատկանում են Աստծուն։ Եվ եթե մենք վստահում ենք Աստծուն ու գիտենք, որ նա բարի է, անգամ մեր կյանքի խնդրվածքների ու աղոթքների համար մենք ասում ենք, բայց թող լինի քո կամքը, քո ժամանակին արա դա Տեր։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ Աստված շատ բաներ չի արել իմ ժամանակով, բայց արել է իր ժամանակով։ Որտեւ եթե Աստված ամեն բան անի այնպես, ինչպես դու ես ուզում եւ այն ժամանակներում, որ դու ես ուզում, երևի քեզ վնաս է լինելու։ Մի առիթով ասել եմ կրկնեմ ինձ, մի ընկեր ունեի, որ շատ վատ կյանքից ապաշխարել էր, ոչնչացված կյանք էր, հանցագործ, drug addict, կործանված կյանք։ Հետո Աստված իրան փրկեց, գժի պես Տիրոջը սիրում էր, Տիրոջը մոտեցել էր, մեր տանը եկավ, երկար ժամանակ մնաց, աղջիկ ուզեց հրաշալի ընտանիքից, ու հետո գալիս էր ինձ ասում էր. Տերը ինձ երկու բան ա խոստացել, Արման աղբեր։ Տերը ինձ ասել ա, որ դու լավ հոգևոր ես լինելու եւ շատ հարուստ բիզնեսմեն։ Տերը կարա ասի եւ ես հավատում եմ, այո։ Բայց հետո եկավ ժամանակներ, ինքը հոգևոր վիճակը օքեյ էր, փայլուն չէր։ Բիզնեսի մեջ այդ ժամանակ էր, որ Սոչիում օլիմպիկն էր սկսվում եւ մեծ շինարարություն էր եւ իրան այն սովորական շինարարի աստիճանից դրել էին հյուրանոցներ սարքելու մեծ գործերի մեջ։ Հետո մի օր զանգեց, նեղված ասավ, չեմ հասկանում, Արման եղբայր, գործերը սենց գնում է դեպի լավին, են որ մի հատ մեծ դիլ եմ կպցնելու ու մի 50-60 հազար դոլար ինձ փող մնա, հանկարծ քանդվում է, չգիտեմ, այդ ինչի է տենց լինում։ Աղոթենք իրար հետ մի հատ եւ այս Տերը ինձ իմաստության խոսք տվեց, ասի լսի եղբայր, Աստված քեզ այնքան շատ է սիրում, որ դեռ այնքան թույլ է տալու, որ 50 ու 100 հազարավոր դոլարներ անցնեն քո կողքով, որովհետեւ որ պահին այդ գումարը մտավ քո գրպանը, դու փչանալու ես, որովհետեւ դու դեռ այն առաջինը, որ Աստված քեզ ասել էր ուժեղ հոգևոր մարդ ես դառնալու ու հարուստ բիզնեսմեն, եթե դու ուժեղ հիմքեր չունենաս, փողը քեզ կկործանի։ Եվ Աստված գիտի երբ հաուշնելու։ Որովհետև Աստված չի ուզում, գիտեք, եթե այստեղ հարուստ ծնող կա, որ who cares, ինքը կարա իր երեխայի համար առնի ամենաարագ գնացող մեքենան, շատ լավ է։ Բայց այդ ծնողի սերը այնքան շատ է, որ չի առնի այդ մեքենան այնքան ժամանակ, քանի դեռ վստահ չի, որ երեխան կարգ ու կանոնով է քշելու։ Աստված ավելին վերաբերվում է մեր հետ այսպես։ Ուրեմն ասում է, իմացեք եւ վստահեք Աստծո ժամանակին։ Աստված մեզ համար լավ ժամանակներ ունի, սիրելիներ։ Հաջորդ համարը նորից Հիսուսը բերում է աշակերտների ուշադրությունը իրենցից, քաղաքական բաներից, սխալ ընկալումներից կարևոր ու մեծ հանձնարարականի վրա։ Երբեմն մենք մոռանում ենք Հիսուսը մեզ փրկել է խավարից, գտել է, ու մենք հենց գիտենք կյանքը մեր մասին է։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ
իր միածին որդուն տվեց, որ ամեն ով որ հավատա չկորսվի, այլ ինչպես հավատան, եթե ես ու դու զբաղված ենք ինձ, ես, մերը, մենք։ Հիսուսը աշակերտներին հիմա ասում է նայեք դեպի դուրս։ Նայեք դեպի դուրս։ Տեսեք ինչքան մարդիկ կան, որ կերազեին լինեն ձեր նստած տեղը ու չկան, որովհետև ինչ որ մեկը չի եղել, որ նրանց գնա ասի Հիսուսը սիրում է քեզ։ Ես ու դու սիրելիս կանչված ենք Քրիստոսի պատգամաբերը լինելու։ Ամեն։ Ուրեմն Հիսուսը մեր ուշադրությունը հեռացնում է դեպի մեծ հանձնարարականն ու ասում է, երբ որ վերից զորություն առնեք, եւ խոստանում է մի կարողություն, որ ինքն է տալիս։ Գիտեք, տարբերությունը, երբ որ մեկը ուզում է մասնագետ դառնալ, չգիտեմ, բժիշկ դառնալ, գնում է դպրոց, սովորում է, դառնում է բժիշկ, Աստծո գործի մեջ Հիսուսն ասում էր, վերից պիտի առնեք զորություն։ Գիտելիքը լավ է, փորձառությունը լավ է, բայց մի զորություն կա, որ գալիս է վերից, Սուրբ Հոգուց ու enable է անում քեզ, ի վիճակի է դարձնում զորավոր վկա լինել, որ մարդը քեզ հանդիպի ու հետո ասի Աստված իրական է։ Եվ աշակերտներին ասում էր, ձեր վրա կգա այդ զորությունը, ոչ թե որ այդ զորությունն առնեք հիմա էլ սկսեն պարծենալ, Աստծո զորությունը, Սուրբ Հոգու պարգևները գալիս են մեր վրա համաշխարհային հունձքին մասնակից լինելու։ Ոչ թե ուրիշներին տպավորելու, մեզ համար անուն վաստակելու, այլ շատերին փրկության ճանապարհը ցույց տալու։ Եթե տեսնում եք մեկին, որ ամենալավ պարգևներով շարժվում է, բայց որովհետև բոլորը ճանաչեն, որ Արման եղբայրը շատ լավ քարոզում է կամ մարգարեանում է, զրո է։ Պողոս առաքյալն ասում է, եթե մարգարյանանք, հրեշտակների լեզուներ խոսանք, սեր չունենանք, զիրո։ Քո ծառայության արժեքն իրական պիտի երևա, ինչքան ես նայում դեպի դուրս նրանց, ովքեր չունեն այն առավելությունը, որ այսօր ես ու դու ունենք։ Եվ վերջի բանը, որով ուզում եմ ամփոփեմ, ուրեմն այս 4 համարների մեջ Հիսուսը մեզ 5 կարևոր բան է ասում։ Okay? Առաջինը հիշեցնում է, որ միասին լինելը շատ կարևոր է։ Իր օրինակով ցույց է տալիս, Հիսուսը հարությունից հետո party չէր գնացել անգամ Մարիամին, չգիտեմ, նվեր տար, իր աշակերտների հետ էր, հոր ներկայության մեջ։ Ինձ ու քեզ համար կարևոր է հասկանալ, ինչքան կարևոր է, որ մենք միասին լինենք, նախ Տիրոջ հետ, հետո իրար հետ։ Խաչի գեղեցկությունը նրանում է, որ խաչը երկու գործ է արել մեր կյանքի մեջ։ Մեզ հաշտեցրել է Աստծո հետ եւ մեզ հաշտեցնում է իրար հետ։ Ամեն։ Ուրեմն միասին եղած ժամանակ Տիրոջ հետ, իրար հետ։ Ժամանակ առ ժամանակ քեզ պիտի հարց տաս, երբ եմ վերջի անգամ միասին եղել։ Եվ ամեն անգամ, երբ որ առիթ կա միասին լինելու, ուզեցի միասնանալ, դա զոհ է, դա պահանջելու է քեզնից ժամանակ, նվիրում, քշել, գնալ, հասնել, մի բաց թող, մի փոքրացրու միասին լինելու դերը քո կյանքի մեջ, միասին Տիրոջ հետ, միասին իրար հետ։ Հիսուսը խոսում է մկրտությունների կարևորության մասին, ասում է Հովհաննեսը ջրով մկրտվեց, բայց մի հատ էլ մկրտություն կա, Սուրբ Հոգով էլ պիտի մկրտվեք։ Եթե դու այստեղ ես ջրով մկրտված ես, վերստին ծնված ես, փառք Հիսուսին, բայց ավելին կա քեզ համար։ Եվ մենք առաջիկա օրերին տոնելու ենք Պենտեկոստեն, որ Սուրբ Հոգի հեղումն է, բայց սկսի փնտրել հիմա, որովհետև դա պարգև է։ Սուրբ Հոգու պարգևը կգա ձեր վրա։ Տիրոջն ասա Տեր, մկրտվել եմ, վերստին ծնվել եմ, դարձել եմ քոնը, բայց այդ մի ուրիշ մկրտություն էլ կա, որ այս անգամ ինձ ընկղմում ես քո զորության մեջ, քո կարողության մեջ։ Ամեն։ Երրորդ կարևոր բանը, եթե մենք չունենանք ճիշտ սպասումներ, մենք շատ ենք հիասթափվելու ու անտեղի վիրավորվելու Աստծուց ու մարդկանցից։ Շատ մարդիկ, ես որպես հովիվ մարդ եկել այ մոտ, ասել Աստծուց նեղացել եմ։ Վաու, ինչի, որտեվ Աստված ինձ ասել էր, հետո ասեմ քեզ, Աստված մարդ չի, ապշած եմ ու տպավորված են մարդկանցով, որ ամեն 3 ամիսը մեկ ասում են Աստված ինձ ասեց, գնա արի, Աստված չստացվեց Աստծու մոտ, փոշմանեց, պլանները փոխեց, Աստված վերջը սկզբից տեսնում է, Աստված երբեք չի սխալվում, գոնե, ինչ ասեմ, գոնե բարեկիրթ գտնվիր, մի ասա Աստված էր ասա ես էի կարծում,
Դեռ չի կարող Աստված ամեն 3 ամիսը մեկ քեզ տակնու վրա անի։ Աստված բան ու գործ չունի։ Աստված շատ կայուն է, Աստված շատ իմաստուն է, Աստված անսխալ է։ Այդ մենք ենք սխալվում, որովհետև մեր ակնկալիքները, սպասումները ճիշտ չեն։ Ուրեմն ճշտիր քո սպասումները։ Հաջորդ կետը վստահել Աստծո ժամանակին։ Ձեզ չի տրված ժամերն ու ժամանակները։ Աղոթի հանձնի Աստծուն, արա քո կողմից լավագույնը, բայց անգամ եթե քո ուզած ժամանակներում չեն լինում, վստահիր Աստծո ժամանակներին, նա խոստացել է, որ չի ուշանա։ Նա չի ուշանա, բայց վստահիր Աստծո ժամանակին։ Եվ վերջում ամենակարևորը, մենք փրկված ենք ուրիշների փրկության մասնակից լինելու։ Մեծ հանձնարարականը այսօր քո ուսերին, իմ ուսերին, եկեղեցու ուսերին դրված պարտավորություն է, որ մենք միշտ պիտի հասկանանք, ինչպես ենք մենք որպես եկեղեցի մասնակից Աստծո մեծ հունձքի գործին։ Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, Սամարիայում, Հրեաստանում, մինչև աշխարհի ծայրերը։ Սկսի քո տնից։ Իմ վկաները կլինես, թող քո ընտանիքը նայի քեզ ու հասկանա Տիրոջը։ Ավետարանի առանց խոսքերի, եթե պետքա խոսալ, բայց աշխատի շատ չխոսաս։ Որտեվ լույսը չի ասում, գիտեք, ես լույսն եմ, եւ լույսը երբ որ գալիս է կարիք չկա, ոչ մեկը ասի, որ վաու, տեսակ լույս էր։ Հետ լույսը չի նեղանում, որ իրանց չծափարեցին, որ եկել է։ Լույսը գալիս է, խավարը գնում է։ Ավելի քան խոսանք, եկեք լինենք Քրիստոսի լույսը այս քաղաքի մեջ եւ վկաներ մինչեւ երկրի ծայրերը։ Ամեն։ Մարդիկ ասում են, «Օ, ինչի՞ է մենք այստեղ կանենք, ինչ անենք մենք»։ Էդ էլ է սխալ սպասում, որովհետեւ դու մտածել ես Հիսուսը քեզ համար այստեղ մի հատ անառի կամրոց է սարքում, նո, ինքը քեզ ուղարկելու է, այնպես ինչպես մեզ է ուղարկել մեկ օր այստեղ։ Նայիր, ինչ որ մեկին ասա, հարությունից հետո շատ գործ կա։ Եվ եկեք կանգնենք։ Միասին լինել, մկրտությունների այդ հայտնությունը ունենալ, ճիշտ սպասումներ ունենալ, վստահել Աստծո ժամանակին եւ կատարել մեծ հանձնարարականը։ Կանգնենք ոտքի սիրելիներ։